Այս դասախոսությունը ես ուզում եմ նվիրել հետևյալ հարցին. ինչպես կարելի է համեմատել երկու տարբեր խմբեր, համեմատել հետևյալ իմաստով. ունեն արդյոք այս որևէ տրված երկու խումբ ինչ ընդհանուր հատկություններ ունեն եւ ինչ տարբերություններ ունեն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է գործիք ունենանք համապատասխան, այսինքն համեմատության գործիք խմբերի դեպքում։ Համեմատության գործիքը այս դեպքում կոչվում է հոմոմորֆիզմ։ Հոմոմորֆիզմը մի արտապատկերման տեսակ է խմբերի միջև, որը հնարավորություն է տալիս համեմատել երկու խմբերում առկա խմբային գործողությունները այնպես, որ կարողանանք գտնել այդ ընթացքում դրանց այդ խմբերի հիմնական հատկությունների միջև ընդհանրություններ։ Ավելի ճշգրիտ, եթե խոսելու լինենք խմբերի հոմոմորֆիզմը սահմանելու համար, դիտարկենք որևէ երկու խումբ, J1 խումբ, որի գործողությունը կետով կնշանակենք, եւ J2 խումբ, որի գործողությունը ընդհանուր դեպքում նշանակենք աստղանիշով զուտ տարբերելու համար, բազմությունները եւ գործողությունները տարբերելու համար։ Կետ եւ աստղանիշ։ Եվ դիցուք տրված է մի արտապատկերում F-ով եմ ես այն նշանակել, F J1 խմբից դեպի J2 խումբ։ Ես ուզում եմ հասկանալ, թե F-ը, որ բազմությունների միջև արտապատկերում է, որն է այն բնական կապը, որը կապում է այդ երկու խմբերում առկա երկտեղանի գործողությունները։ Այդ կապը արտահայտվում է հետևյալ պահանջով։ Այսինքն, եթե առկա է այսպիսի պահանջ, որ կամայական y-ի համար J-ից x անգամ y տարերի արտադրյալի պատկերը f-ի դեպքում հավասար է դրանց պատկերների արտադրյալին, ապա մենք ասում ենք, որ f արտապատկերում հոմոմորֆիզմ է։ Այստեղ պարզ երևում է, որ f-ը կապ է ստեղծում J խմբի առկա գործողության եւ J2 խմբում առկա գործողության միջև։ Հոմոմորֆիզմ։ Մեկ-երկու օրինակ թերևս դիտարկենք այսպես, որպես առաջին խումբ վերցնենք տեղադրությունների խումբը S-ը, քաչ հայտնի մեզ արդեն, եւ որպես երկրորդ խումբ -1 եւ 1 թվերից կազմված խումբը բազմապատկման նկատմամբ։ Արտապատկերումը նշանակենք ε-ով տվյալ դեպքում, որը ամեն մի π-ին համապատասխանեցնում է այդ π-ի նշանը, այսինքն 1 թիվը, եթե π-ն զույգ տեղադրություն է եւ համապատասխանեցնում է -1 թիվը, եթե π-ն կենտ տեղադրություն է։ Այսինքն SN-ից դեպի 1-1 արտապատկերում սրանով տրված է, սա f-ի դերն է կատարում եւ հիմա ես ուզում եմ հասկանալ, հոմոմորֆիզմն է արդյոք այս ε արտապատկերումը։ Այսինքն ճիշտ է արդյոք, որ ε-π անգամ սիգման հավասար է ε-π անգամ ε-սիգմա, այստեղ արդեն որպես պետք է գրել թվերի արտադրյալ կետ։ Եվ այս առնչությունը իհարկե ճիշտ է, եթե ուշադիր նայեք, ապա թերևս կհիշեք, որ այստեղ գրված է ընդհանրապես տեղադրությունների նշանի հիմնական հատկությունը, այն է, որ տեղադրությունների արտադրյալի նշանը հավասար է նշանների արտադրյալին։ Այդ գուցե, ինչպես ասում են, լավ մոռացված հին հատկությունը տվյալ դեպքում նոր տերմիններով նշանակում է, որ կարող ենք ասել պարզապես, որ ε-ը հոմոմորֆիզմ է SN խմբից դեպի այս երկու տարանի խումբը։ Այս հոմոմորֆիզմը արտահայտվում է այս բանաձևով։ Նշանի հիմնական հատկությունը ընդհանրապես հոմոմորֆիզմի մասին պնդում է։ Երկրորդ օրինակը դարձյալ նախորդ դասընթացներից հայտնի վերաբերում է լրիվ գծային խմբից դեպի 0-ից տարբեր թվերի արտադրյալային խումբ արտապատկերում մանը, որը տրվում է այսպես. ամեն մի A մատրիցի համապատասխանեցնենք իր որոշիչը։ Ինչպես գիտեք, մատրիցի որոշիչը թիվ է։ Եվ ամեն մի մատրիցի համապատասխանեցնելով իր որոշիչը, մենք ստանում ենք արտապատկերում չվերասերված մատրիցների բազմությունից, այսինքն 0-ից տարբեր որոշիչ ունեցող մատրիցների բազմությունից դեպի 0-ից տարբեր թվերի բազմություն արտապատկերում J-ն R-ից դեպի R աստղանիշ։ Եվ այս արտապատկերումը հոմոմորֆիզմ է։ Այն պարզ պատճառով, որ որոշիչի համար հայտնի է այսպիսի առնչություն։ Դարձյալ նախորդ դասընթացներում է սա ապացուցվում, անհաշվի, որ արտադրյալի որոշիչը հավասար է որոշիչների արտադրյալին։ Այս պայմանը, որ այստեղ գրված է, ոչ այլ ինչ է, քան որ դետ արտապատկերումը, դետ բանաձևով տրված արտապատկերումը հոմոմորֆիզմ է J-ն R-ից դեպի R աստղանիշ։ Հոմոմորֆիզմ է։ Հաջորդ օրինակը, որ կուզենայի ձեզ ներկայացնել, C աստղանիշ խմբին է վերաբերում։ Դիտարկենք 0-ից տարբեր կոմպլեքս թվերի արտադրյալային խումբը եւ արտապատկերում C աստղանիշից դեպի C աստղանիշ, որը տրվում է այսպիսի բանաձևով։ Ֆիքսում ենք, սևեռում ենք մի n բնական թիվ
եւ ամեն մի z թվին համապատասխանեցնում ենք իր այդ z-ի n աստիճանը։ Քանի որ z1 անգամ z2-ի n աստիճանը հավասար է z1-ի n աստիճան անգամ z2-ի n աստիճանի կոմպլեքս թվերի դեպքում այն կոմուտատիվ է, հիշեցնում եմ։ Ուրեմն տեղի ունի հոմոմորֆիզմի պայմանը, այսինքն սա առաջացնում է հոմոմորֆիզմ c աստղանիշից դեպի c աստղանիշ 1, այլ հոմոմորֆիզմի օրինակ c աստղանիշից դեպի r+, այսինքն դրական իրական թվերի բազմության մուլտիպլիկատիվ խմբի դեպի այս զրույց տարբեր կոմպլեքս թվերից դեպի դրական իրական թվերի մուլտիպլիկատային խումբ։ Որը տրվում է այսպես, ամեն մի z կոմպլեքս թվին համապատասխանեցնում ենք այդ z թվի մոդուլը։ Զրույց տարբեր կոմպլեքս թվի մոդուլը զրույց տարբեր է եւ իսկապես տեղ առաջանում է արտապատկերում c աստղանիշից դեպի r+, եւ մոդուլի հատկությունը այն մասին, որ երկու կոմպլեքս թվերի արտադրյալի մոդուլը հավասար է մոդուլների արտադրյալին, պարզապես նշանակում է, որ այս արտապատկերումը, որը տրված է վերևի բանաձևով, սա հոմոմորֆիզմ է։ Ահա թե ինչ է նշանակում այս հավասարությունը։ F-ը այս ձևով տրված հոմոմորֆիզմ է։ Մեկ այլ օրինակ R+-ից, այսինքն իրական թվերի գումարային խմբից դեպի կոմպլեքս թվերի արտադրյալային խումբ արտապատկերում ամեն մի x իրական թվի համապատասխանեցնենք կոսինուս x գումարած i սինուս x կոմպլեքս թիվը։ Սա հեշտ է տեսնել, որ հոմոմորֆիզմ է, քանի որ f x գումարած y-ը, որը սահմանման հավասար է կոսինուս x գումարած y գումարած i սինուս x գումարած y, այս արտադրյալը հիշում ենք, որ կոմպլեքս թվերի Երանքնաչափական տեսքով տրված կոմպլեքս թվերի բազմապատկելիս արգումենտները գումարվում են, այսինքն ըստ գրված է ճշգրիտ հավասարություն, իսկ առաջին թիվը x կոսինուս x գումարած i սինուս x-ը fx-ն է, երկրորդ փաղագծում գրված թիվը fy-ն է։ Այսինքն fx + y հավասար է fx անգամ fy, ինչը նշանակում է, որ այս գումարային խումբը r+ գումարային խմբից դեպի c աստղանիշ խումբ կա այս ձևով տրված արտապատկերումը հոմոմորֆիզմ է։ Այսինքն այս բազմությունների այս խմբերի միջև կա որոշակի նմանություն։ Ամեն անգամ երբ առկա է հոմոմորֆիզմ, այդ խմբերի միջև առկա է որոշակի նմանություն եւ այդ նմանությունը ճշգրտման իհարկե կարիք ունի։ Ինչ նկատի ունենք։ Որպեսզի այդ հարցին պատասխանենք, հոմոմորֆիզմի մի քանի հատկություն, երկու բարձ կարևոր հատկություն այնուամենայնիվ նշենք։ Եթե f-ը հոմոմորֆիզմ է, վերադառնանք սկիզբ։ Եթե f-ը հոմոմորֆիզմ է, J1 խմբից դեպի J2 խումբ, եւ J1-ը խմբի միավորն է, J2-ը J2 խմբի միավոր, այսինքն չեզոկտարը, ապա առաջին խմբի չեզոկտարի պատկերը կնի երկրորդ խմբի չեզոկտարը։ Այսպիսով մենք պնդում ենք, որ կամայական f հոմոմորֆիզմի դեպքում J1 խմբից դեպի J2 միավոր տարի պատկերը միավորի է հավասար։ Ապացուցելու համար օգտվենք հետևյալ հավասարություններից։ F-ը կիրառենք առաջին J1 խմբի միավոր J1 միավորի վրա։ J1-ը կարող ենք փոխարինել J1 անգամ J1-ով, քանի որ դա J1 հավասար է J1 անգամ J1, F-ը կիրառենք կիրառած J1 անգամ J1-ի վրա հոմոմորֆության շնորհիվ կարող ենք գրել պատկերների արտադրյալին է հավասար F1 անգամ F1։ Սկիզբն ու վերջը համեմատենք F1 հավասար է F1 անգամ F1։ Մնում է տեսնել, որ եթե ինչ-որ a տարի համար a անգամ a-ն հավասար է a-ի, տեսեք, այստեղ աստղանիշ եմ դրել, երկրորդ խմբում է բազմապատկումը իմիջիալոց։ Եթե a-ն հավասար է a անգամ a-ի, ապա a-ն պարտավոր է լինել միավոր։ Իսկապես, երկու կողմը եթե ձախից բազմապատկենք a-1-ով, a-չից կամ a-չից բազմապատկենք a-1-ով, a անգամ a-1-ը կլինի e2, դա գրեցինք, մյուս կողմից a անգամ a-ն եթե բազմապատկած a-1-ով, զուգորդական օրենքի շնորհիվ փաղագծերը կվերադասավորենք եւ ակնհայտ հաշվարկներով կտեսնենք, որ սա հավասար է a-ի։ Սա փոխարինում է e-ով եւ e2-ով եւ ստանում ենք a։ Այսպիսով e2-ը հավասար է a-ի։ Եվ այստեղ կամայական a-ի դեպքում, եթե f1 հավասար է f1 անգամ f1, ապա f1 հավասար է e2-ի։ Այս պնդումը հատկությունը ապացուցված է։ Եվ երկրորդ հատկությունը, որ կամայական x տարի համար x տարի հակադարձի պատկերը հավասար է այդ x տարի պատկերի հակադարձին։ Ինչու՞։ Այդպես։ Դե արդեն տեսել ենք, որ e2-ը e1-ի պատկերն է, այսինքն e2-ը հավասար է f1-ի, f հոմոմորֆիզմի դեպքում, e1-ի փոխարեն կարող ենք գրել x անգամ x-1 որևէ x-ի համար, այս նախորդ վերցրած կամայական x-ի համար։ Ապա օգտվելով f-ի հոմոմորֆիզմ լինելուց կարող ենք շարունակել եւ գրել, որ սա հավասար է fx անգամ աստղանիշ fx-1 եւ փաստորեն տեսեք ինչ է ստացվում։ fx-ը բազմապատկելով fx-ի հակադարձով fx-1-ի x-1-ի պատկերով f-ի դեպքում
fx-ը բազմապատկելով fx-1-ով մենք ստանում ենք 2։ Սա նշանակում է, որ այս երկու տարրերի արտադրյալը, որ ասել է 2-ի, մեկը մյուսի հակադարձն է։ Այսինքն թե fx-1-ը fx տարի հակադարձն է։ Հենց դա էլ գրված է հատկության 1-ի մեջ, եթե ուշադիր նայեք, fx-1-ի վրա կիրառածը հավասար է fx-ի հակադարձին։ Հա, դա բխում է այս վերջին հավասարությունից։ Եվ մի հատկություն ևս։ Կամայական հոմոմորֆիզմի ժամանակ եւ ընդհանրապես կամայական F արտապատկերման դեպքում կարելի է սահմանել այդ արտապատկերման այսպես կոչված պատկեր, որը նշանակում է im F-ով, im image բառն է լատիներեն հիմքով, անգլերեն գուցե im F, այստեղ փոքրատառ է պետք է լինի։ Im F ասելով մենք հասկանում ենք բոլոր հնարավոր fx տարերի բազմությունը, որտեղ x-ը բազանցում է J1 բազմության մեջ։ Այս im F-ը բնականաբար J2 խմբի ենթաբազմություն է, եւ հատկություն 3-ում մենք պնդում ենք, որ այս ենթաբազմությունը ոչ միայն J2-ի ենթաբազմություն է, այլ նաեւ ենթախումբ է։ Հիշում ենք երևի, որ խմբի ենթախումբ ասելով մենք հասկանում ենք այնպիսի ոչ դատարկ ենթաբազմություն, որը խումբ է այդ խմբում առկա գործողության նկատմամբ։ Այն համարժեք էր, որ որևէ h-ը J-ի ենթախումբ էր, եթե ցանկացած x-y-ի համար h-ից x-1 անգամ y-ը պատկանի h-ին։ Այս աստղանիշ պայմանը կարող ենք ստուգել համոզվելու համար, որ im F բազմությունը J2 խմբի ենթախումբ է։ Իսկապես նայենք ցուցատախտակին, վերցնենք fx եւ y տարեր im F բազմությունից։ Օգտագործելով այդ հատկությունը գրենք fx-1 անգամ fy, հաշվենք այս արտադրյալը։ fx-ի հակադարձը ըստ երկրորդ հատկության հավասար է fx-1-ից, այսինքն x-1-ի պատկերին, եւ սա փոխարինում ենք fx-1-ով, fy-ը մնում է նույնը, ապա օգտվելով f-ի հոմոմորֆիզմ լինելուց, այս ամբողջը կարող ենք առնել f-ի տակ եւ գրել f x-1 անգամ y տարից։ Դե սա պարզը պատկանում է im F-ի սահմանման, որովհետեւ im F-ը բաղկացած է բոլոր հնարավոր fx տեսքի տարերից։ Տվյալ դեպքում x-ի դերը կատարում է x-1 անգամ y տարը։ Այսինքն սա ինչ-որ մի z տար է եւ z տեսքի տար է, ուրեմն պատկանում է im F-ին։ Երկրորդ բազմությունը, որ կապվում է կամայական հոմոմորֆիզմի հետ, F-ը հոմոմորֆիզմ էր, դրա հետ կապեցինք im F բազմություն, երկրորդ բազմությունը շատ կարևոր կոչվում է հոմոմորֆիզմի միջուկ կամ կորիզ են ասում նաեւ։ Կեր F-ով է նշանակում կեր F։ Այն բաղկացած է խմբի բոլոր այն տարերից, J1 խմբի բոլոր այն տարերից, որոնց պատկերը միավոր է։ Պարզ է, որ սա J1 խմբի ենթաբազմությունը եւ այս հատկություն 4-ը մենք պնդում ենք, որ կամայական հոմոմորֆիզմի միջուկը J1 խմբի ենթախումբ է։ Եթե հոմոմորֆիզմը J1-ից J2 արտապատկերում է, հոմոմորֆիզմ է տրված, ապա այս հոմոմորֆիզմի միջուկը J1 խմբի ենթախումբ է։ Հա, այս հատկություն 4-ի բովանդակությունը։ Սա ապացուցելն թերևս այդքան էլ բարդ չի, բավական է ելնել միջուկի սահմանումից, վերցնել երկու տար, որոնք պատկանում են միջուկին, x եւ y-ը պատկանում են միջուկին, նշանակում է, որ թե x-ի, թե y-ի պատկերը հոմոմորֆիզմի դեպքում հավասար է միավորի, այսինքն fx-ը հավասար է fy-ի, հավասար է երկրորդ խմբի J2 խմբի միավորին, որը մենք 2-ով ենք նշանակել, գրենք այդ պայմանը, որից հետո կարող ենք հաշվել f-ը կիրառած x-1 անգամ y-ի վրա։ Հաշվել սա նշանակում է գրել fx, քանի որ f-ը հոմոմորֆիզմ է, գրել fx-1 անգամ fy, բայց քանի որ fy-ը y կգրենք y-ով, fx-1 հավասար է fx-ի հակադարձին, այսինքն y2-ի հակադարձին, որը դարձյալ y2 է, եւ վերջում պարզ է, որ ստացվում է միավոր։ Այսպիսով կամայական հոմոմորֆիզմի միջուկ եւս ենթախումբ է։ Երկու ենթախումբ, որը կապվում է հոմոմորֆիզմի հետ։ Մեկը միջուկն է, որը J1 խմբի ենթախումբ է, մյուսը հոմոմորֆիզմի պատկերն է, որը J2 խմբի ենթախումբ է։ Հիմա մի սկզբունքային գաղափար։ Ենթախմբերի մեջ կա ենթախմբի տեսակ, որը առանձնանում է իր մի յուրահատկությամբ, այն է։ Դրանք այսպես կոչված նորմալ ենթախմբերն են։ Նորմալ ենթախմբերը խմբի, որ ենթախմբերն են անվանում նորմալ։ J խմբի H ենթախումբը կոչվում է խմբի նորմալ ենթախումբ, եթե x(h)x կամայական x տարի համար J-ից x(h)x-1-ը, այդ սահմանում մի փոքր ներքև է գրված, x(h)x-1-ը հավասար է h-ին։
H-ը կոչվում է նորմալ ենթախումբ, կրկնում ենք եթե կամայական x տարի համար x անգամ h անգամ x-1-ը հավասար է h-ին։ Իսկ ինչ բան է x անգամ h անգամ x-1-ը։ Նման տեսքի բազմությունները կոչվում են կրկնակի կամ համալուծության դաս պարզապես կարելի անվանել ըստ h ենթախմբի։ Ուրեմն վերցնում ենք h ենթախումբը եւ x տար եւ ոչ թե միայն դիտարկում ենք x h, այլ ձախից էլ աջ կողմից էլ գրում ենք x-1։ x h x-1-ով նշանակում ենք բոլոր հնարավոր x փոքրատար h x-1 տեսքի տարերի բազմությունը, որտեղ h-ը h ենթախմբով մեջ է փոփոխվում, իսկ x-ը սևեռված տար է։ Այս բազմությունը x-h-ի կոչվում է h ենթախմբի համալուծ բազմություն, ըստ x-ի։ Եվ ես պնդում եմ, որ եթե h-ը ենթախումբ է, ապա x դրան կամայական համալուծ ենթաբազմությունը եւս ենթախումբ է։ Այն գրված է լեմմայի տեսքով։ Եթե h-ը ենթախումբ է, ապա ցանկացած x-ի համար x-h x-1-ը եւս j-ի ենթախումբ է։ Ապացուցելու համար պետք է ստուգել աստղանիշ պայմանը։ Վերցնենք որևէ երկու տառ x-h x-1 հարակից դասից, առաջինը x-h1 փոքրատառ x-1, երկրորդը x-h2 փոքրատառ x-1, ապա որտեղ h1-ն ու h2-ը h ենթախմբից են, եւ գրենք առաջինի հակադարձ, այս առաջին x-h1 x-1-ի հակադարձ անգամ երկրորդ տարը։ Սա աստղանիշ պայմանն եմ ուզում ստուգել։ Եթե հիշում եք աստղանիշ պայմանը x-1 անգամ y-ը պետք է պատկանի h-ին։ Տվյալ դեպքում x-ի փոխարեն այս արտադրյալն ենք դիտարկում, y-ի փոխարեն այս արտադրյալը եւ այսպես է։ x-1 այս ներքև իմաստով այս տարի հակադարձ անգամ երկրորդ տարը, եթե պատկանի h-ին, x-h x-1-ին, դրանով մենք ապացուցած կլինենք, որ x-h x-1-ը ենթախումբ է, այսինքն առաջին տարի հակադարձը բազմապատկած երկրորդով։ Գրել ենք հակադարձ բազմապատկած երկրորդով։ Քաչայտնի է, որ տարերի արտադրյալի տվյալ դեպքում 3 տարերի արտադրյալի հակադարձը հավասար է այդ նույն տարերի հակադարձների արտադրյալին հակառակ հերթականությամբ։ Այսինքն, նախ պետք է գրեմ x-1-ի հակադարձ, այսինքն x, x-1-ի -1 աշճան x, ապա h1-ի հակադարձ, երկրորդն եմ գրել, ապա այս առաջին x-ի հակադարձը, այսինքն x-1։ Այս 3-ը այս արտադրյալի հակադարձներ, մյուս 3-ը նույնությամբ արտագրել ենք։ Դժվար չի տեսնել, որ արանքում x-1 x արտադրյալը կրճատվում է, այն դուրս է գալիս, եւ այս սկզբնական արտադրյալը հավասար է այս 4 տարի արտադրյալին, ընդ որում h1 -1 h2-ը կարող ենք առնել փաղագծի մեջ, եւ դա ինչ որ մի h տար է h-ից։ Այս արտադրյալը։ Եթե կենտրոնում գրված է h ենթախմբի տար, ապա x h x-1-ը պատկանում է x մեծատար h x-1-ին, այն ինչ պետք է ապացուցել։ Ուրեմն կամայական ենթախմբի համալուծը ենթախումբ է։ Սա հետաքրքիր է։ Ի տարբերություն ձախ հարակից դասի, որը ենթախումբ չէր ընդհանուր դեպքում, եթե h ենթախումբը x h ենթախումբ չէր, դրանում հեշտ է համոզվել h ենթախմբի պարագայում դրա կամայական x h x-1 համալուծության դասը եւս ենթախումբ է։ Հիմա որքանով կարող է տարբերվել x h x-1-ը h-ից։ Սա այն ջրբաժանն է, որով տարանջատվում են այս հարցի պատասխանը, որով տարանջատվում են նորմալ ենթախմբերը ոչ նորմալ ենթախմբերից, այսպես կոչված։ Ուրեմն նախ այս պայմանին բավարարող ենթախմբեր կան եւ դրա համար բավական է վերցնել որևէ հոմոմորֆիզմ J խմբից դեպի J1 եւ դրա դիտարկել դրա միջուկը, որը կլինի J-ի ենթախումբ։ Եվ պարզվում է, որ կամայական հոմոմորֆիզմի միջուկ բավարարում է այս համալուծության պայմանին, այս պայմանին, որ միջուկի համալուծը հավասար է այդ միջուկին։ Ցանկացած հոմոմորֆիզմի պարագայում ճիշտ է այսպիսի հավասարություն։ Սա իհարկե հետաքրքրաշարժ հավասարություն է եւ ավելին սրանից մենք կարող ենք օգուտներ քաղել մի քիչ անց տեսնենք։ Ուրեմն տեղին է հավասարությունը, սա ապացուցելու համար դժվար չի դատողություններով դա ավարտել, հետեւյալ դատողություններով։ Այով որևէ ատար վերցնենք այս ձախ կողմի համալուծության դասից x կերև անգամ x-1-ից։ Այս ան որպես համալուծության համալուծ դասի տար կարելի է գրել x կա x-1 տեսքով, որտեղ կան կերևից է, եւ հաշվենք f-ան, որպեսզի ցույց տանք, որ այս տարը x կա x-1 տարը, որը ձախակողմյան հարակից դասից է, պատկանում է կերևին, պետք է f-ը կիրառենք դրա վրա եւ համոզվենք, որ այն հավասար է միավորի, միջուկի, f-ը կիրառենք i-ի վրա։ I փոխարեն տեղադրենք արժեքը x կա x-1, օգտվենք f-ի հոմոմորֆիզմ լինելուց, գրենք, որ այն հավասար է fx անգամ f կա անգամ fx-1, ապա f կան, չէ՞ որ կան միջուկից է, այսինքն f կան հավասար է y2-ի միավորի։
փոխարինենք երկուսով, այն կարելի է ընդհանրապես անտեսել, քանի որ երկուսը չեզոք տարրն է եւ չեզոք է պահում բազմապատկման ժամանակ եւ ստացվում է fx անգամ fx-1, որը հավասար է 2-ի ակնհայտորեն։ Այսպիսով f-ն հավասար է, ստացանք, որ f-ն հավասար է միավորի։ Սա նշանակում է, որ x կերև x-1 հարակից դասը ընկած է կերևի մեջ։ Այստեղ մենք ապացուցեցինք այսպիսի առնչություն, բայց մի անգամ արդեն ես ակնարկել եմ, որ եթե ուզում եք ցույց տալ, որ երկու բազմություններ a եւ b հավասար են, ապա պետք է ցույց տալ, որ a-ն ընկած է b-ի մեջ, իսկ b-ն էլ ընկած է a-ի մեջ, այսինքն այսպիսի երկու առնչություններն են, որ ապահովում են a եւ b բազմությունների հավասարությունը։ Մի կողմ մենք ապացուցեցինք կերևի համալուծը x տարով ընկած է կերևի մեջ։ Հիմա ապացուցենք հակառակը։ Հակառակն ապացուցել համար ցույց տանք, որ կերևը ընկած է կամայական համալուծության դասի մեջ։ Դրա համար բավական է նախորդ ապացուցածը, չէ որ նախորդ ապացուցածը ճիշտ էր կամայական x-ի համար, այսինքն մենք ցույց տվենք քիչ առաջ, որ x կերև անգամ x-1 ընկած է կերևի մեջ։ Այստեղ x-ի փոխարեն վերցնելով x-ի հակադարձը կստանանք մեկ այլ հավասարություն։ x-1 անգամ կերև անգամ x-1-ի -1, այստեղ x-ի փոխարեն տեղադրում ենք ընկած է կերևի մեջ դարձյալ։ Եվ աչից բազմապատ այս x-1-ի -1-ը պարզ է x է, այս առնչությունը, քանի որ տեղի ունի, մենք կարող ենք ձախ կողմից բազմապատկել x-ով, իսկ աչից x-1-ով։ Նախ ձախից x-ով բազմապատկելով կստանանք, որ կերև անգամ x-ը ընկած է, այստեղ x-ը բաց է թողնված, x անգամ կերևի մեջ, հետո մի հատ էլ եթե աչից բազմապատկենք x-ով, այս x-ը այստեղից կվերանա եւ կստացվի կերև ընկած է x անգամ կերև անգամ x-1-ի մեջ։ Ի վերջո սա նշանակում է, որ կերև եւ x անգամ կերև x-1 բազմությունները հավասար են։ Ահա եւ վերջ։ Ուրեմն կերևի համար տեղի ունի այսպիսի հավասարություն։ Ինչը հիմք ընդունելով մենք տալիս ենք հետեւյալ սահմանումը։ Հաշ ենթախումբը կոչվում է նորմալ, սա մի քիչ առաջ էլ ասացի, եթե տեղի ունի այսպիսի պայման, կամայական x տարեամարժեից x անգամ h անգամ x-1-ը հավասար է h-ի։ Եվ որպես հետևանք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր հոմոմորֆիզմի միջուկ նորմալ ենթախումբ է։ Ինչ դեր են խաղում նորմալ ենթախմբերը, քիչ անց առաջիկայում հաջորդիվ դասախոսություններում մենք կտեսնենք, եւ սրանով ես առաջարկում եմ ավարտել այս դասախոսությունը եւ հետագայում կուսումնասիրենք նորմալ ենթախմբերի դերը խմբերի նկարագրության խնդրում։